Գլխավոր դատախազության դիմաց նստածույց են սկսում եկեղեցում Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելու համար կալանավորված Դավիթ Մինասյանի ճակատագրով անհանգստացած ծանոթ ու անծանոթ մարդիկ։ Պահանջում են վերացնել 18-ամյա տղայի կալանքը։ Կոչ եմ անում այն մայրիկներին, ովքեր անտարբեր չեն Դավիթ Մինասյանի կյանքով, միանալ, գալ, նստել, աջակցել, մի քանի րոպեն անգամ մեզ համար մեծ նշանակություն կլինի։ Սաիդա Պողոսյանի խոսքով Դավիթի առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ։ Շատ վատ է իրականում Դավիթի իրավիճակը, այնպես չի, որ ինքը մանկողնից վեր կացավ, կկարողանա տեղափոխել քրեական կատարողական հիմնարկ։ Նստածույցի մասնակիցները պահանջում են, որ կալանավորված Դավիթ Մինասյանին թույլ տան բուժումը շարունակել գոնե տնային կալանքում մոր խնամքի տակ։ Պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը անցկացվի տանը եւ իր ընտանիքի հոգատարության ներքո։ Ավելի վաղ 150 ստորագրությամբ նամակ են փոխանցել դատախազին Դավիթի աջակիցները տղային ազատ արձակելու կամ գոնե տնային կալանք նշանակելու խնդրանքով, բայց դատախազությունը մերժել է միջնորդել դատարանին այդ հարցով։ Միայն նպատակային է, որ շատ մարդիկ ներգրավեն, Դավիթը երբեմն հարցնում է, իսկ ինձ հիշում են իմ մասին մարդիկ հոգ են տանում, այսինքն ես ուզում եմ այս մեսեջը հասնի հիվանդանոց, հասնի Դավիթին, հասնի ընտանիքին, որ իրենք զգան մենակ չեն։ Իրենց երեխաների կյանքով են մտահոգված նաև այս կանայք, ասում են ինչ իմանան, որ վաղը այս վիճակում չի լինի նաև իրենց երեխան։ Այսօր Դավիթն է, վաղը մեր յուրաքանչյուր երեխա կարող է հայտնվել իրավիճակում եւ մենք էլ ապահովագրված չենք։ Դավիթ Մինասյանին 10 օր առաջ հոսպիտալացրել են։ Արմավիրի քրեակատարողական հիմնարկի Ցաբովյանի անչափահասների գաղութ տեղափոխելուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել էր, շնչահեղձություն էր ունեցել, ուշագնաց եղել։ Մենք ձայնազուրկ չենք։ Մենք ապրելու իրավունք ունենք լիարժեք։ Ու այնքան ենք մնալու ստեղ, միջև հասնենք դրան, որ այս խեղճ երեխեքը երկրորդ եռաբլուր չունենանք։ Դատախազության դիմաց հավաքվածները վստահ են Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիկնապահների անմարտկային պահվածքի հետևանքով է Դավիթը հիվանդանոց ընկել։ Ասում են, չեն պատրաստվում հանգստանը նստել ու կողքից ուղակի նայել, թե ինչպես են խորտակում անմեղ տղայի կյանքը։ Ես կոչ եմ անում իր գթությանը, եթե ինքը այդքան աստվածավախ է, ավելի մեղ վարվեն Դավիթի հետ եւ թույլ տան գոնե տանը իրականացնեն բուժումը եւ հոգ տանի մայրիկի իր մասին։ Առնվազն մինչև ապրիլի 17-ը, երբ կավարտվի Դավիթի գործով նախաքննությունը, իրենց տեղից 1 մետր անգամ չեն շարժվի, մինչև իրենց գոհացնող պատասխան չստանան, ասում են նստածույցի մասնակիցները։ Լիահույս եմ, որ հնարավորություն կունենանք ազդել իրավիճակի վրա։ Աննա Գյուրնազարյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։